Սիրելի հայրենակիցներ, ձեր հարցերին պատասխանելու համար ստեղծել էի հարցերի պատուհան, իրականում րոպեների ընթացքում բազմաթիվ հարցեր եք ուղղել, եկեք հերթով անցնենք այդ հարցերի վրայով ու պատասխանենք դրանց։ Այստեղ նախ աջակցության խոսքեր են, որոնց համար կրկին շնորհակալ եմ։ Հիմա հարցերը վերաբերում են հիմնականում մանդատներ վերցնելուն, փոփոխություն լինելու է թե չէ, փողոցային պայքարին, եկեք հերթով անդրադառնանք դրանց։ Հեղափոխություն անել թե ոչ, ինչ գործողություններ են սպասվում, ինչ ձևով է պայքարելու ընդդիմությունը, շատ եմ խնդրում ձեզ, ասեք, որ ժողովուրդը կիսով չափ հասկանա, ինչ է իրեն սպասվում, սա մի օգտատիրոջ գրած հարց էր, բայց այսպիսի հարցերը շատ են, դրա համար փորձեմ ամփոփ պատասխանել։ Այս կոնտեքստում, եթե նկատի ունեք մանդատներ վերցնել, թե հեղափոխություն անել, կամ մանդատներ վերցնել, թե փողոցային պայքար անել, իմ մտքում, իմ գլխում եւ մեր պրակտիկայում այդ երկուսը իրար չեն հակասում ընդհանրապես։ Մենք փողոցային պայքար ենք իրականացրել, երբ ունեցել ենք մանդատ, փողոցային պայքար ենք իրականացնել, երբ չենք ունեցել մանդատ, այդ երկուսը իրար չեն հակասում։ Եթե հարցը այն է, մանդատները կարող են խանգարել փողոցային պայքարին, իմ խորին համոզմամբ ոչ, հակառակը կարող են օգնել, սկսած նրանից, որ ուղղակի ընդդիմության պայքարի, փողոցային պայքարի առաջնորդներին չեն կարող ուղղակի փողոցից վերցնել եւ մեկուսացնել, դրա համար պետք է անձեռնամխելիություն հաղթահարեն, սկսած նրանից, որ քո խոսքը կարող է ավելի հնչեղ լինել, դու կարող ես ավելի արդյունավետ հաղորդակցել միջազգային դերակատարների հետ եւ քո հանրության հետ էլ նաեւ հարթակների առումով։ Բայց եթե հարցնում եք նաեւ արդյոք դա է պարտադիր պայման, ոչ, մենք օրինակ հայրենիքի փրկության շարժում ենք իրականացրել առանց որևէ մանդատ ունենալու։ Այսինքն այս հարցը մանդատների հետ կապված չէ։ Իսկ փոփոխություն պետք է անել այն ժամանակ, երբ դա հնարավոր է տեսնում անել։ Այստեղ հարցը նաև երբ սպասենք պատասխանների, երբ ավելի մեծ կոնկրետություն կլինի, սա էլ է հարցերի մի մեծ բլոկ։ Էլի պետք է կրկնեմ, բայց կարծում եմ սա շատ կարևոր է, որ սիրելի հայրենակիցներ, այս պահին վերահաշվարկ է տեղ ունենում եւ ամենակարևոր հարցը, արդյոք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է անցողիկ շեմը, թե ոչ, շատ տրիվիալ բան կա այստեղ, որովհետեւ բազմաթիվ հարցեր կան, կարևորագույն հարցեր, սկսած մանդատներից մինչև ինչպես են պայքարը շարունակում, որ պիտի լինի ընդդիմության միասնական դիրքորոշում, որպեսզի լինի հնարավորինս արդյունավետ, բայց դրա համար նախ պետք է պարզել, թե ընդդիմությունը քանի ուժից է բաղկացած, այսինքն քանի ուժ է հաղթահարել անցողիկ շեմը խորհրդանի եւ քանի ուժով պետք է այդ որոշումները կայացվի։ Դրա համար առաջին ամենակարևոր հարցը այդտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը, թե ոչ, դա կարծում եմ առաջիկա շաբաթվա ընթացքում պարզ կլինի, մինչեւ ամսի 14-ը վերջնական պարզություն կունենանք այս հարցում, իսկ երկրորդ փուլը դա ընտրությունների արդյունքների վիճարկումն է Սահմանադրական դատարանում եւ ընտրությունների լեգիտիմության հարցը, այստեղ էլ շատ ուղիղ ուզում եմ ասել, որ սա մանդատներ վերցնել չվերցնելու հարցի հետ կապ չունի։ Մենք վիճարկում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստացած ձայները, վիճարկում ենք, որ իրենք ավելի քիչ ձայն են ստացել, վիճարկում ենք, որ իրենք այնպիսի միջոցների են դիմել այդ ձայները ստանալու, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Մենք չենք ասում, որ ընդդիմությունն է ավելի քիչ ձայն ստացել, ճիշտ հակառակը, այսինքն դա էլ ուղիղ կապ չունի մանդատներ վերցնել կամ չվերցնելու թեմայի հետ։ Պարզապես հասկանալի է, որ սա հանրությանը ամենահուզող թեման է։ Այստեղ էլի աջակցության խոսքերն են, ԿՊԸ-ն կգնա արտահերթի, թե ստորագրահավաքի, եթե այս հարցը վերաբերում է նրան, որ արդյոք ԿՊԸ-ն կգնա արտահերթ ընտրությունների, եթե մանդատները չվերցնի ընդդիմությունը, այստեղ Ալեն Սիմոնյանը այսօր տեսահաղորդով հանդես եկավ ու ուղղակի կարծես ասաց, որ իրենք մտածում են այն ուղղությամբ, որ եթե շեմը հաղթարած ուժերը չվերցնեն մանդատները, իրենք դա ինչ որ կերպ փոխանցեն շեմը չհաղթարած ուժերը։ Ամեն դեպքում Ալեն Սիմոնյանի խոսքը դա էր, ինչ կանեն, ԿՓ-ի դեպքում կանխատեսելը անշնորհակալ գործ է, այնպես որ այս հարցի պատասխանը սա է։ Իշխանափոխության հույս ունենք, վերջնական ընտրությունների արդյունքները երբ պարզ կլինեն, մոտակա հանրահավաքներ չեն լինելու, վերջնական ընտրությունների արդյունքները իրականում ամսի 14-ի դրությամբ պարզ կլինի պատկերը, բայց դրանք դեռ վիճարկվելու են Սահմանադրական դատարանում, դա էլ է տևական գործընթաց, խոսքը իհարկե ամիսների մասին չէ, բայց խոսքը հաստատ շաբաթների մասին է, իսկ հանրահավաքների այլ գործողությունների մասին այստեղ էլի պիտի կրկնեմ, դա իսկապես միասնական ընդդիմության որոշումները պետք է լինեն, այդտեղ ամեն մեկ ուժ ստացել է
որոշակի մասնաբաժին քվեների, վստահության որոշակի մասնաբաժին եւ հենց դրանով էլ պետք է առաջնորդվի, այդտեղ ամեն մեկ ունի իր պատասխանատվության բաժինը, բայց այդտեղ էլի ամենաբազային հարցը արդյոք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթարել է շեմը թե չէ, որը պարզ կլինի առաջիկա օրերի ընթացքում։ Սա է ընդհանուր առմամբ պատկերը, ձեր հարցերը ընդհանուր առմամբ այս թեմաներին են վերաբերում, եթե որևէ հարց բաց մնաց, որին կուզենաք էլի այս ֆորմատով անդրադառնալ, ուղղակի այս տեսանյութի մեկնաբանություններում գրեք, ես շարունակում եմ հետևել հարցերին, եթե էլի լինի հարցերի խումբ, որոնց այս տեսանյութով չանդրադարձա, կանանդառնանք հաջորդ տեսանյութով։ Շնորհակալություն, կարևորում եմ անչափ այս կոմունիկացիան մեր ընտրողների ու հայրենակիցների հետ։